Ողջույն բոլորին, բարի գալուստ մոտենալ Աստծուն դասընթաց։ Այն հիմնված է մի գրքի վրա, որը գրել եմ 2004 թվականին, եւ այն շատ առումներով խոսք է մեզ համար այսօր։ Այս գրքի ամբողջ նյութը կարծում եմ բխում է Աստծո սրտի կանչից, որը ձեզ եւ ինձ տալիս է հետեւյալ հարցը. ինչու ենք մենք բավարարվում առանց նրա ներկայության։ Այլ կերպ ասած, ինչու ենք մենք հեռվում մնում, եթե կարող ենք մտերիմ լինել նրա հետ։ Ամբողջ այս ուղերձը Հակոբոսի թղթի 4-րդ գլխի 8-րդ խոսքից է, որում գրված է. մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Ուզում եմ, որ կրկնեք սա ինձ հետ. մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Ձեզ մի հարց եմ տալու։ Ուզում եմ, որ բարձրաձայն պատասխանեք, ով է առաջինը մոտենում, Աստված թե դուք։ Մենք։ Սա այն է, ինչ մենք ենք անում կամ նախաձեռնում, ինչը բառացիորեն դրդում է նրան մոտենալ ինձ։ Նա է, ով ստեղծել է տիեզերքը, ով իր մատներով տեղադրել է աստղերը իրենց ուղեծրերում եւ յուրաքանչյուրին անուն է տվել, ով կշռում է այս մոլորակի բոլոր ջրերը իր ձեռքերի ափերով։ Չգիտեմ ձեր կարծիքը, բայց սա իսկապես ոգևորում է ինձ։ Այնպես որ ըստ էության առաքյալը նկատի ունի։ Իրականում Աստված նկատի ունի Հակոբոս առաքյալի միջոցով, որ դուք եք որոշում Աստծո հետ ձեր շփման մակարդակը։ Ոչ թե Աստված։ Ուզում եմ կրկին ասել սա, քանի որ սա անչափ կարևոր է։ Դուք եք որոշում, թե որքան մտերիմ եք լինելու Աստծո հետ, ոչ թե նա։ Գիտեք, շատ հավատացյալներ հետևյալ պատկերացումն ունեն։ Ճանապարհորդելով ես խոսել եմ շատերի հետ։ Նրանք կարծում են, թե կան որոշ քրիստոնյաներ, որոնք ծնվել են հատուկ աստղի ներքո, օրինակ Մայր Թերեզան, Բիլի Գրեհեմը։ Ոչ, նրանք մոտ էին Աստծուն, քանի որ որոշել էին մոտ լինել նրան։ Ես կասեմ հետևյալը. իմ կյանքի ընթացքում հանդիպել եմ այնպիսի մարդկանց, որոնք անչափ մոտ են Տիրոջը, որոնց դուք երբեք չեք տեսնի ամբիոնների ետևում։ Նրանք կանչված չեն քարոզելու համար, այդ մարդիկ մոտ են նրան, քանի որ որոշել են մոտ լինել։ Երբ մտածում եմ նրան մոտ լինելու մասին, առաջին հերթին ուզում եմ ասել հետևյալը, եւ ուզում եմ, որ ուշադիր լինեք իմ խոսքերին. Աստված ավելի փափագում է մտերիմ լինել ձեզ հետ, քան դուք նրա հետ։ Այո, սա ճշմարիտ է, նա ավելի շատ է ուզում մոտ լինել ձեզ, քան դուք նրան։ Հակոբոսի 4-րդ գլխի 5-րդ խոսքում գրված է. նախանձով փափագում է հոգին, որ բնակված է մեզանում։ Հունարենում փափագել բառը հետևյալ իմաստն ունի. այն նշանակում է բուռն կերպով եւ մշտապես ձգտել։ Մտածեք այս մասին. ինչին է Աստված բուռն կերպով ձգտում։ Ձեզ հետ շփվելուն։ Եվ նա մշտապես է ձգտում մեզ։